Գրիգորյանը ասեց ներքին հանդ, ես վերջերս ներքին հանդում էի, մարդիկ փողոց դուրս էին եկել փողոց, կարճ մնացի եւ խնդրում էին ձեզ փոխանցել, որ շնորհակալ են ամեն ինչի համար, ինչ արել եք, ինչ էս կառավարությունը տանիքները նորոգվել են, ջրի ջրի հարցը լուծվել է, ու դրա տեսանյութը կա, կարող եմ ուղարկել տիկին Գրիգորյանը նայի, հետո հաջորդ հարցի ժամանակ դա էլ կմեջ։ Այդքան որ մտածում եք ներքին հանդի մասին, բա ինչի տանիք չկար, ինչի խմելու ջուր չկար ներքին հանդում։ Ես գնացել եմ Ճակատեն գյուղ, դուք ստեղծույց եք անում բանի համար, Կիրանցում տեղի ունեցող իրադարձությունների համար, ես կարծեմ մայիսներ թե հունիսներ, կամ չգիտեմ, վերջ այդ շրջանում, գնացել եմ բան Ճակատեն, Շիկահող, մարդիկ ասում են մեր մոտ երբ է այդ նույնը տեղի ունենալու, այն որ Կիրանցում տեղի ունենալու, երբ է տեղի ունենալու, սա ցույց է տալիս, որ դուք ընդհանրապես որևէ կապ չունեք հանրության հետ, նրան հուզող, մարդկանց հուզող խնդիրների հետ որևէ կապ չունեք։ Էս է ճշմարտություն, ինչ վերաբերում է ձեր նշածին, հենց նորոգման օրակարգը դրա մասին է։ Բայց հիմա էլ եմ ասում, բա մարդը Bentley ունենա, Mercedes-Benz ունենա, միլիոններ ունենա, անշարժ գույքեր ունենա, հազար ներողություն սիրուհիներ ունենա ու հանրությանը հաշվետվություն չտա, խելագարեք, չի կարող լինի տենց բան, չի լինելու։ Եկեղեցու դեմ պայքար մղում են Կտրիչ Ներսիսյանը, Սամվել Խաչատրյանը եւ իրանց նման այլ ապահոքեվոր մարդիկ, ովքեր ըստ էության կալանքի տակ են պահում մայրաթոռը։ Մենք Հայաստանի կառավարությունը եւ քաղաքական մեծամասնությունը եկեղեցու դեմ չի կարող արշավ անել, որովհետեւ եկեղեցին իր հավատավոր հոտով է եկեղեցի։ Մենք Հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու հետևորդ ենք, մենք չենք կարող ինքներս մեր դեմ պայքարել։ Այդ Կտրիչ Ներսիսյանն է, որ Հայաստանյաց առաքելական եկեղեցու հետևորդ չի։ Բա քրիստոնեության ամենակարևոր առանձնահատկությունը ինքնահայեցումն է։ Բայց ասում եմ, հա, բրիֆինգում էլ ասացի։ Ես գնում եմ խորանի առաջ ծնկի եմ գալիս եւ մեղքերիս համար թողություն եմ խնդրում։ Այդ ձեր նույն նշած եպիսկոպոսները հայտարարություն էին տարածել, որտեղ ասում են մեր մեղքն էլ ենք ընդունում, բանի ընդունված իրավիճակի վերաբերյալ։ Ես էլ իմ մեղքն եմ ընդունում, բոլորս մեր մեղքն ենք։ Դա է քրիստոնեությունը։ Եվ ոչ թե հոխորտալը, եւ ոչ թե կեղծիքներ անելը, եւ ոչ թե բաների վրա քրեական ենթամշակույթի վրա հիմնվելով փորձել ինչ որ բան անելը։ Ինչ վերաբերում է կոմպրոմատին, ամենամեծ կոմպրոմատը Կտրիչ Ներսիսյանի ու աղբորը վրա է։ Ինչ կոմպրոմատի մասին է խոսքը։ Ինչ կոմպրոմատի մասին է խոսքը։ Որ կոմպրոմատով Կտրիչ Ներսիսյանի եղբայրը ասում եմ ԿԳԲ-ի գործակալ է։ Դրանից ավելի մեծ բան կոմպրոմատ ուզում եք։ Ինչ ավելի մեծ կոմպրոմատ կարա լինի որևէ հոգևորականի նկատմամբ։ Կտրիչ Ներսիսյանը միջև այսօր ինչ կոմպրոմատ։ Միջև այսօր չի ասել վերջին քաղցիկ ունի թե չունի։ Եթե ունի, այդ համատեղելի է իր կարգավիճակի հետ, թե համատեղելի չի։ Հայաստանյաց առաքելական եկեղեցու դեմ դուք եք պայքար մղում։ Բա այդ եպիսկոպոսները հայաստանյաց առաքելական եկեղեցի չեն։ Բա այդ ինչ ձև եք խոսում, այդ ինչ ոճաբանությամբ եք խոսում, այդ ինչ բառապաշարով եք խոսում։ Ինձ պետք է կաթողիկոս, որ չի ենթարկվի օտարերկրյա հատուկ ծառայության ավագ լեյտենանտի եւ ամենօրյա ռեժիմով չզեկուցի օտարերկրյա հատուկ ծառայության լեյտենանտներին։ Ինձ բացարձակապես ես տենց նկրտումներ չունեմ։ Երկրորդը, ոչ Նավասարդ Կճոյանը, ոչ որևէ այլ հոգևորական ինձ հաշվետվություն տալու կարիք չունի։ Բոլոր հոգևորականները պետք է թափանցիկ լինեն իրենց համայնքների առաջ, բոլորը առանց բացառության։ Ես ձեզ ուղիղ բան ասեմ։ Այսօր այն օրը վերնագիր կարդացի, որ ասում են ուզում է քանդի եկեղեցին։ Ես ձեզ պատասխանատու ասում եմ, որ Հայաստանյաց առաքելական եկեղեցին Կտրիչ Ներսիսյանի օրոք վերահացվել ավերակների։ Ես այն օրը ուղիղ ասել եմ, ես գնում եմ համատարած մեր եկեղեցիներում երկչախումբ չկա։ Դա գիտեք ինչ է նշանակում։ Դա նշանակում է, որ պատշաճ պատարակներ չեն մատուցվում։ Հասկանում եք, երկչախմբեր չկան ուղղակի։
որովհետև իրանք չի հետաքրքրվում։ Ես գիտեք, ես ձեզ ասեմ այն օր ինչ եմ ասել եպիսկոպոսների հետ հանդիպմանը։ Ասել եմ, լսեք հարգելիներս, սրբազան հայրեր։ Ես ինձ հարց եմ տալիս, ասում եմ, ես այնուամենայնիվ Կտրիչ Ներսյանի հետ շփվել եմ, էլի, ասենք ժամերով, օրերով, նույնիսկ եղել է Հայաստանից Միացյալ Նահանգներ են գնացել ինքնաթիռում, ասենք այդ ինչքանը 12 ժամ կողք կողքի նստել եմ։ Ես ինքս ինձ հարց եմ տվել, ասել եմ ո՞նց կարա էլի, ո՞նց է սենց լնում, որ հոգևորականի հետ խոսած ժամերով, օրերով ու որևէ հոգևոր թեմա չարչարծվի։ Ինքը ոչ մի հոգևոր թեմայի չանդրադառնա։ Չանդրադառնա, այդտեղ փող կա, այդտեղ բետոն կա, այնտեղ պագրիշկա կա, այնտեղ յուղի լավ գործ կա, այնտեղ չգիտեմ ինչ գործ կա։ Այդ դա է կատաստրոֆան։ Դուք չեք առերեսվում են իրավիճակի մեջ, որ երբ որ նեղ վերնախավը միլիոնատերը, այսօր քահանաների մի զգալի մասը չքավորության եզրին է։ Դուք չեք առերեսվում են իրականության հետ, որ ծանոթով են քահանա նշանակում, այսպես ասած, թոթոլ տեղերում։ Իսկ նրանք ովքեր ինքնուրույնություն են հերրավոր տեղեր են ուղարկում, որտեղ մարդ ընդհանրապես չի գնում։ Հայաստանի եկեղեցիները վերայնացված ավերակների, պատշաճ ծառայություն չի մատուցվում։ Քահանաները ապրում են չքավորության եզրին։ Հոգևոր կյանքի լիակատար բացակայություն։ Հայաստանի այս առաքելական եկեղեցու դեմ գործում է Կտրիչ Ներսիսյանը եւ բոլոր իրենց պաշտպանողները, որովհետեւ իրենց համար եկեղեցին եղելա, կա եւ ուզում են մնա ընդամենը խարդավանքների գործիք։ Մենք դա թույլ չենք տալու։ Կտրիչ Ներսյանը պետքա հեռանա, ես այս ամբիոնից ասել եմ, տարբերակ չկա։ Մենք կգնանք ամենաանցնցում ճանապարհով, բայց պետքա գնա, տարբերակ չունի, պետքա գնա։ Ոչ մի ուրիշ տարբերակ։ Նույնիսկ ավակ եւ կրտսեր լեյտենանտները, կապիտանները, մայորները, օտարերկրահատուկ ծառայությունները, նույնիսկ գեներալներն ու գեներալ գնդապետները չեն փրկի։ Շնորհակալություն։